Ինչ ողջույն հարգելի բարեկամներ, բարի գալուստ update լրատվական, ես Ռաֆայել Մնացականյանն եմ և առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Այսպիսով ամբողջ ուշադրությունը հայրաքաղաք Գյումրիի կողմն է, այսօր 18 կողմ և 0 դեմ հարաբերակցությամբ Վարդան Ղուկասյանը ընտրվեց Գյումրի քաղաքի ղեկավար։ Այսպիսով կոմունիստական կուսակցության խմբակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը Գյումրու ավականու առաջին նիստում 18 կողմ 0 դեմ ձայներով ընտրվում է համայնքի նոր ղեկավար։ Ղուկասյանը վստահ է, Գյումրին մատով ցույց տալու քաղաք է դառնալու։ Ամբողջից հետո պարզվեց, որ սա 18 մասնակիցներից 18 կողմ է կերակել Վարդան Ղուկասյանի տեխնոլոգիանը 0 դեմ։ Քվեարկության արդյունքները պարզ դառնալուց անմիջապես հետո Ղուկասյանը ծափահարությունների ներքո վերահաստատում է, որ աշխատելու է հավատքով, կառավարության և իշխանության հետ պահելու է սուբորդինացիան, ինքը այդպես է դաստիարակված և սիրում է հայրենիքը, խոսքի վերջում էլ Թումանյանից մի հատված է ցիտում։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ազգաբնակչությանը իրենց ձայների համար, տրված ձայների համար, ինձ ինչքան որ ձայն են տվել և մնացած թեկնածուներին բոլորից եմ ուզում շնորհակալություն հայտնել և մի բան գիտեմ, որ որտեղ գրելու ենք ամենակարևորը համերաշխությամբ, խաղաղությամբ, կառուցողական հիմք ընդունելով հավատքը և հայրենիքը։ Շատ պարտավորեցնող է այն մարդու համար, նա մանավանդ, որ աշխատել է 13 տարի ու ինպիսի մի ժամանակահատվածում, որ չեմ ուզում ներկայացնել, որ վարձակալությամբ քաղաքապետարանում ենք նստած եղել, չեմ ուզում ներկայացնել անօթևանները, քաղաքի տնակները, որ 40,000-ից ավելի տնակներ ենք անել այս քաղաքից, և մի խոսքով այն ժամանակ էլ ես, որ ընտրվեցի, թող լույսը իջնի Միքայել Վարդանյանի շիրիմին, ոչ մի ավականի չունեինք այն ժամանակ, բայց մենք համերաշխ բոլորս իրար հետ աշխատեցինք իշա քաղաքի։ Ես ուզում եմ որտեղ գրել մի սկզբունք։ Ուրեմն սկզբունքը կայանում է նրանում, որ եթե քաղաքի շահը, երկրի հետ շահը, թեկուզ այդպես ասեմ, ուրեմն որևիցե մեկը ուզում է ոտ պահել, միանշանակ ինքը հասարակության առաջ և Աստծո առաջ պատասխան կտա։ Լսելու ենք բոլորին, ոչ միայն թեկնածուներին։ Եթե քաղաքում որևիցե մեկը խմբակցություններ կլինեն, ես չգիտեմ, հասարակական կազմակերպություններ կլինեն, որոնք իշա քաղաքի կներկայացնեն ծրագրեր, մենք անպայման պետք է քննարկենք, անպայման լսելու ենք, քննարկելու ենք, դա չի նշանակում, որ իմ ծրագիրը դոգմա է։ Այնպես որ ես այդպիսի բնավորություն չունեմ, լսելու ունակություն ունեմ, 13 տարի հավանական է ոչ մի քաղաքապետ չի աշխատել և կոմունիստների ժամանակահատվածում և դրանից հետո։ Քաղաքական հենարան չունենալով, ասեմ ձեզ, քաղաքական հենարան չունենալով։ Իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերը Աստված է։ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատանքային առաջին քայլը լինելու է կադրային փոփոխությունների իրականացումը։ Այս մասին ավականու արտահերթ նիստից հետո արդեն լրագրողների հետ զրույցում տեղեկացնում է պարոն Ղուկասյանը, ինչպես ավելի վաղ հայտնում էր Ղուկասյանը, առաջին փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու է իր դստերամուսինը Փեսան Ավետիս Արաքելյանը, իսկ երկրորդ փոխքաղաքապետի տեխնացության հարցը դեռ քննարկման փուլում է։ Քաղաքապետը նշեց, որ նախատեսվող կադրային փոփոխությունները չեն անդրադառնա այն աշխատակիցների վրա, որոնք լավ են աշխատում, այդ թվում նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Նախատեսվում է նաև քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում և քաղաքային բյուջեի աճ։ Քննարկվեց նաև պատմության հարցերը, պատմության ակնարկներ եղան, նորընտիր քաղաքապետը վստահ է, որ մեր պետության փրկությունը Ռուսաստանի հետ ամուր դաշին կազմելու մեջ է, ընդհուպ մինչև միութենական պետություն։ Ուրեմն ես դες ասեմ, ես
հայամետ եմ, ու գիտես մի քիչ սիրուն չէ, իսկական շատ հայրենիք սիրող անձնավորություն եմ։ Ես գիտեմ, որ այս 3 միլիոն ժողովուրդը, որ մենք ունենք, այս 300-320 միլիոն թուրքա լեզու ազգի մեջտեղը, որ կանգնած ենք, ես գիտեմ, որ մեր մեծերը բոլորը Անդրանիկ Զորավարից, Մխիթար Սվարապետից, Դավիթ Բեկից, Իսրայել Օրուց, Խաչատուր Աբովյանից, որ ասում է օրհնվի այն Սահակը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ, եւ այդպես Իսահակյանից, Թումանյանից, որ ասում էին մեր փրկությունը իրոք ռուսի հետ միացության մեջ է։ Ես ուզում եմ նմանատիպ ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա ընկնի ոտքերի տակը, այսպես ես չգիտեմ ինչ կարողանա բանակցել, տղամարդ լինի, որ կարողանա իրենց հետ բանակցել եւ ռուսի սխալները, ասի գիտեք, դուք այս հարցերում սխալ եք, դուք մեր նկատմամբ այսպես լավ չեք պահում, այդպիսի ղեկավար է պետք, եւ վերջում էլ արդյունքը սա է, Թուրքա Հայաստանը ինչ վիճակի մեջ է, պետականություն չունեք, մորթված, սպանված, քանդված, ավիրված գերեզման չունեք ընդուp, Ռուսա Հայաստանը ինչ վիճակի մեջ է, Թուրքը մեր նկատմամբ ինչ է արել, ռուսը մեր նկատմամբ ինչ է արել, ինչ որ կառուցվել է այդ 75 տարվա մեջ կառուցվեց։ Հիմա դրա համար այդ ամեն ինչը մենք չտեսնելով, եթե ուզում ենք չտեսնել, դա ես չգիտեմ ինչ մարդ պետք է լինի, որ այդ ամեն ինչը չհասկանա։ Հետո մի բան գիտեմ։ Մի բան։ Սա բարձրաձայնում եմ։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիլվիզում Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր, որ ռուսները պետք է պահեն ուրեմն Նախիջևանը, Սյունիքը եւ Արցախը։ Նույն ժամանակահատվածում Սևրի պայմանագիրը կնքեցին, որ պետք է լիներ 160,000 քառակուսի կիլոմետր Հայաստանը։ Եվ Վիլսոնը հաստատեց դա։ Դրանից հետո մի քանի օր հետո թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը Սևրի պայմանագրից հետո եւ եկան հասան մինչեւ Երևան։ Այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը Ալեքսանդրապոլի խայտարակ պայմանագիրը կնքեց եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Արևմուտքը գցեցին իրար վրա, Ֆրանսիան Անգլիայի վրա, Անգլիան Ամերիկայի վրա եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Եթե ռուսները չկային, 29800 քառակուսի մետր մենք հիմա չէինք ունենա։ Էլի ռուսները պահեցին, որ դարձավ 29800 քառակուսի մետր։ Լսեք, սխալներ ունեն։ Բայց պետք է մեր երկիրը այնպիսի մարդ ղեկավարի, որ ոչ թե խապի, այստեղ բան պայմանավոր էր, նրանց հետ պայմանավորվի։ Այստեղից ռուսկաթեռնի նորմալ մարդ է պետք, նորմալ մարդիկ են պետք, որ գնան խոսան, այս մենք սխալվել ենք, մենք ազգովի սխալվել ենք, այդքան բան։ Դե ինչ, մենք կհետևենք զարգացումներին, պարզապես վստահ եմ, որ մեզ շատ ուշագրավ դրվագներ են սպասվում, մենք անպայման թողարկումների ընթացքում անդրադարձ կկատարենք, ինչպես ասում են, ապրենք կտեսնենք, իսկ մենք խոսենք այլ թեմաների մասին, կրկին պաշտոնական լրահոսից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այսօր այցելել է ներքին գործերի նախարարության, բարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է բարեկային ծառայության նոր էլեկտրոմոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները։ Վարչապետը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում տեղակայված քաղաքացիների ընդունելության սենյակներին, ինչպես նաև գումարտակի շենքային պայմաններին։ Վարչապետ Փաշինյանը այցելել է նաև զինանոց, հրաձգարան եւ մարզասրահ։ Վարչապետը այսօր նաև զրուցել է լրագրողների հետ արդեն ազգային ժողովում, պատասխանել է նրանց հարցերին, մեջբերեմ վարչապետի խոսքը։ Նորից ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը եւ նորովի կարդալով ես ասել եմ, որ այդ տեքստը այն մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն պետականություն չեն կարող լինել, դա անհնար է։ Այս մասին ազգային ժողովում արդեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է վարչապետը եւ հավելել։ Այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է։ Եթե ես սա ասում եմ, հետեւաբար ես չեմ կարող ասել, որ նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրի։ Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել, որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե փաստարկներ կողմ եւ դեմ փաստարկներ բերողը
քաղաքական ուժերն են, քաղաքական առաջնահերթ։ Քաղաքական դիրքորոշումն է, որ այդ Այո, դա իմ քաղաքական դիրքորոշումն է։ Իսկ ահա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնին։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Սլովենիայի բարձր մակարդակի ներկայացուցիչի այցը Հայաստան եւ ընդգծել, որ մեր երկիրը մեծապես գնահատում է Սլովենիայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի եւ շահերի վրա։ Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Սլովենիայի կողմից Հայաստանին տրամադրվող հումանիտար օգնության համար։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նաեւ Եվրոմիության կառույցներում եւ ձևաչափերում Սլովենիայի հետ ձևավորած սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ Սլովենիայի շարունակական աջակցությունը տարբեր նախաձեռնություններում եւ ծրագրերում։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը կարևորել է Սլովենիայի կառուցողական դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման գործընթացում։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման եւ տարբեր ոլորտներում, հատկապես քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների եւ գիտակրթական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Կողմերը ընդգծել են, որ նշված բնագավառներում առկա է զգալի ներուժ, որի արդյունավետ իրացումը կարող է նպաստել երկու երկրների համապարփակ զարգացմանը։ Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։ Նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում։ Նա ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, ընդգծելով դրա կարևորությունը որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայուն զարգացման խթան։ Իսկ փոխվարչապետ Մայր Գրիգորյանը ընդունել է Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էրնեկյանին։ Ողջունելով հյուրին, փոխվարչապետը կարևորել է Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում։ Զրուցակիցները մասնավորապես երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնցենսիոն պայմանագրի լավարկման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացող բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից։ Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին։ Եվ ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, Երևանում Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին հանդիպելու է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, վարչապետի հետ, ազգային ժողովի նախագահի եւ ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Այս օրերին Վրաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թբիլիսին ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը։ Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արդեն Ալիևը բարձր է գնահատել Կավելաշվիլու առաջին պաշտոնական այցը Ադրբեջան եւ կարեւորել երկու հանրապետությունների միավորող նավթի, գազի, տրանսպորտի եւ այլ կապերի նախագծերը։ Նա ընդգծել է, որ առանց Վրաստանի անհնար է խոսել Եվրոպայի էներգետիկ անվտանգության մասին, քանի որ նրա խոսքով ադրբեջանական նավթը, գազը հենց Վրաստանի տարածքով են մատակարարվում ավելի քան 12 երկրներ։ Armflix առաջատար հայկական մեդիա պլատֆորմը շարունակում է ընդլայնվել եւ հպարտությամբ ազդարարում է արդեն նոր համագործակցության մասին։ Ucom-ը եւ Armflix այսուհետև պաշտոնական գործընկերներ են։ Շարունակելով թվային փոխակերպման իր ծրագրի իրականացումը, Ucom-ը հպարտությամբ հայտարարում է Uplay-ի նորարարական հեռուստատեսային մեդիա հարթակի մասին, որտեղի ուրույն տեղն է զբաղեցնում նաեւ մեծ քաչ հայտնի Armflix մեդիա հարթակը։ Այսպիսով, հանդիսավոր պայմաններում ստորագրված հուշագիրը վկայում է նրա մասին, որ ամեն ինչ դեռ առջևում է։ Միջոցառմանը ներկա են եղել նաև մեր նկարանող խմբի ներկայացուցիչները։
Armflix մեդիա հարթակը ընդլայնում է իր հասանելիությունը, կնքելով բացառիկ հուշագիր հեռահաղորդակցման ոլորտի առաջատար ընկերություններից մեկի Ucom ընկերության հետ։ Շարունակելով թվային փոխակերպման իր ծրագրի իրականացումը, Ucom-ը ազդարարեց Uplay-ի նորարարական հեռուստատեսային TV եւ մեդիա հարթակի գործարկման մասին, որտեղ այսուհետ հպարտությամբ ներկայանում է Armflix մեդիա հարթակը։ Եվ որ մենք խոսում ենք նոր հարթակի մասին ու եւ որ մենք խոսում ենք թվային փոխակերպման ու ստեղծում ենք կամ դրամատրում ենք այսպիսի թվային փորձառություններ բաժանորդներին, իհարկե բովանդակությունը կարևոր դեր է խաղում։ Ու հատկապես հայկական բովանդակությունը կամ կոնտենտը։ Եվ այստեղ է որ համագործակցությունը սկսվում է Armflix-ի հետ, մենք ցերկ ենք սեղմում ուժեղ ձևով, ուզում ենք ճանապարհ քայլենք եւ ուզում ենք հարստացնենք մեր հարթակի հայկական բովանդակությունը այս համագործակցության շրջանակում։ Բացի առաջարկվող ավելի քան 200 հեռուստաալիքներից, որոնք միավորված են թեմատիկ փաթեթներում, Uplay-ը ներառում է հայկական եւ միջազգային ֆիլմերի հարուստ ցանկ։ Armflix-ը լինելով ոլորտի խոշորագույն մեդիա կոնտենտ արտադրողը վստահ է, համագործակցությունը խթան է հանդիսանալու նոր նախագծեր ստեղծելու համար։ Այսօրվանից սկսած Armflix հարթակը մտնել է Ucom-ի մեջ եւ այս համագործակցության արդյունքում Ucom-ի որոշակի փաթեթներ, նոր այս փաթեթներ ունեցողները նաեւ կունենան հնարավորություն Armflix նայելու։ Armflix-ը դա ուղիղ մի տարի եղավ այսօր Armflix-ի ստեղծման ժամանակաշրջանը, բայց մի տարվա մեջ 525 նոր կոնտենտ է մեր կողմից արտադրվել եւ դրվել։ Այսինքն համարյա օր չկա, ամեն օր նոր կոնտենտներ է դրվում Armflix-ի մեջ, բոլորի համար, այսինքն կապ չունի դա կրիմինալ ժանր է, դպրոցական, ամեն տեսակի կինոներ, սերիալներ, հաղորդումներ, Աշոտ Ղազարյանի հաղորդումն է նկարահանվում Ամերիկայի Միացյալ Սրտի տանիքումն է, Face Control-ն է եւ բազում այսօր պոպուլյար կինոներ են, Անդարի տնագում, եթե ես կրկին parեմ, Տանդեմ, այնտեղ դասամիջոց եւ այդ հնարավորություն կունենան բոլորի Ucom-ի նոր փակեջով նայելու եւ ինչպես նաեւ այսօր պայմանագիրը ստորագրելուց հետո մենք նաեւ համատեղ նոր պրոյեկտներ ենք անելու միասին, այսինքն Ucom-ը եւ Armflix-ը պատրաստ են նույնիսկ յուրաքանչյուր երրորդ կողմի առաջարկը վերցնելու եւ նոր նախագծեր մշակելու եւ նոր նախագծեր անելու։ Galaxy ընկերությունների խմբի համահիմնադիր եւ կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը իր խոսքում կարևորեց Armflix-ի հետ համագործակցությունը եւ փաստեց. սպասվում են մեծ ծրագրեր։ Մենք հավատում ենք, որ կարելի է ստեղծել մի միասնական հարթակ, որը միավորելու է ամբողջ համահայկական մի հարթակ, որը միավորելու է ամբողջ աշխարհի հայերին։ Եվ մենք այդ միասնական հարթակով ունենալու ենք եւ կհավաքենք հայկական ֆիլմեր եւ բովանդակություններ, որը կտրամադրի թարմ լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից, կծառայի որպես հայերենի ուսուցման միջոց, ինֆորմացիայի փոխանակումից եւ էքսկլյուզիվ կոնտենտից մինչեւ փոխանցումներ, Uplay-ի նոր պլատֆորմի մեկնարկը այս տեսլականի իրականացման առաջին քայլն է միայն։ Ու մենք արդեն այսօր առաջին օրինակը ունենք իդեմս Armflix-ի։ Ցանկանում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Armflix-ի համահիմնադիր Ռոբերտ Օղլավչյանին մեր համագործակցության եւ հայկական բացառիկ բովանդակության գործում ունեցած իր կարևոր ներդրման համար։ Ահա այսպես խոսքից գործի անցնելով հանդիսավոր պայմաններում ստորագրվեց Ucom-ի եւ Armflix-ի միջև համագործակցության հուշագիրը։ Ոլորտի երկու առաջատարները մեկտեղում են ուժերը հանուն որակյալ կոնտենտի եւ հայկական բացառիկ բովանդակության համար։
Շարունակենք թողարկումը Եվրոմիության արտաքին գործերի նախարարների խորհրդի Լյուքսեմբուրգում կայացած նիստի ընթացքում կարծիքների փոխանակում է եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացիկ զարգացումների վերաբերյալ։ Բրյուսելում Եվրոմիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը նշել է, Եվրոմիությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից արված հայտարարությունները խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ եւ ոչ միայն։ Այդ հայտարարությունները նշանակալից քայլ են տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ անվտանգության հաստատման համար։ Խիստ կարևոր է պահպանել արկադրական դինամիկան եւ ապահովել գործընթացի հաջող ավարտը երկու կողմերից նույն առաջադեմ եւ փոխզիջման պատրաստվածության ոգով, նշել է Հիպերը եւ հավելել, Եվրոմիությունը խրախուսում է կողմերին առաջ շարժվել եւ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Այս պահին ժամանակն է տեսնել ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, հերթը միջազգային լրահոսինն է, որը եւ կներկայացնենք տեսաշարով։ Ավելի քան 75 երկիր պատրաստակամություն է հայտնել բանակցել ԱՄՆ-ի հետ ամերիկյան կողմի սահմանած մաքսատուրքերի հարցով։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է մինչև 245% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա, ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում։ Նշվում է, որ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել այն երկրների նկատմամբ, որոնց հետ ԱՄՆ-ն ունի ամենամեծ առևտրային դեֆիցիտը, որպեսզի հավասարեցնի խաղի կանոնները եւ պաշտպանի ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը։ Առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցել ցանկացող երկրների համար առանձին ավելի բարձր մաքսատուրքերի սահմանումը կասեցվել է։ Բացառություն է կազմել Չինաստանը, որը պատասխան միջոցներ է ձեռնարկել ԱՄՆ մաքսատուրքերի դեմ։ Իր պատասխան գործողությունների հետևանքով Չինաստանը այժմ սպառնում է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի մինչև 245%-ի չափով։ Ապրիլին Դոնալդ Թրամփը բարձրացրել է չինական ապրանքների մաքսատուրքերը 84%-ից մինչև 125%, իսկ նախկինում գոյություն ունեցող 20% մաքսատուրքերի հետ միասին ընդհանուր մաքսային բեռը կազմել է 145%։ Ի պատասխան ԱՄՆ-ին Չինաստանը բարձրացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը 84%-ից մինչև 125%։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ապրիլի 15-ին առաջին մեծ ելույթն է ունեցել հունվարին Սպիտակ տնից հեռանալուց հետո։ Նա քննադատել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից իրականացվող աշխատուժի կրճատումները, կենտրոնանալով սոցիալական ապահովագրության վարչության վրա։ 100 օրից պակաս ժամանակահատվածում այս վարչակազմը այնքան մեծ վնաս է հասցրել եւ այնքան մեծ ավերածություններ արել, որ նույնիսկ անհավանական է, որ դա կարող է տեղի ունենալ այսքան շուտ, ասել է Ջո Բայդենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մասին Չիկագոյում հաշմանդամություն ունեցողների աջակցության համաժողովում։ Իր գրեթե 30 րոպեանոց ելույթում Բայդենը հայտարարել է, որ սոցիալական ապահովագրության վարչության աշխատակազմի կրճատումները մեծ վնաս կհասցնեն հանրությանը։ 82-ամյա Ջո Բայդենը 2024 թվականի հուլիսին դուրս եկավ նախագահական ընտրապայքարից Դոնալդ Թրամփի հետ բանավեճում վատ ներկայանալուց հետո։ Իրանում ուրանի հարստացումը բոլորի կողմից ընդունված փաստ է, եւ չնայած դրա մակարդակի առումով արևմտյան երկրների հնարավոր մտահոգություններին, ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ուրանի հարստացումը իրողություն է եւ ընդունված փաստ, ու մենք պատրաստ ենք ամրապնդել վստահությունը չնայած հնարավոր մտահոգություններին, բայց ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ։ Արաղչիի խոսքերն է մեջ բերել իրանական պետական գործակալությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտնել է, որ նախագահի հրամանով 12 ալժիրցի պաշտոնյաներ վտարվել են երկրից։ Ի պատասխան Ալժիրի կողմից Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության 12 պաշտոնյաների արտաքսման։ Բացի այդ, ըստ Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հայտարարության, հանրապետության նախագահը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Ալժիրում Ֆրանսիայի դեսպան պարոն Ստեֆան Ռոմատեին։ Գրասենյակը իր զարմանքն է արտահայտել առ այն, որ հարաբերությունները նման շրջադարձ են ստացել Ալժիրի նախագահի եւ Էմանուել Մակրոնի միջև հարաբերությունները վերականգնելու նպատակով հեռախոսազրույցից ընդամենը 2 շաբաթ անց։ Փարիզի եւ Ալժիրի միջև հարաբերությունները սրվել էին 2024 թվականին, երբ Ֆրանսիան ճանաչել էր Մարոկոյի ինքնիշխանությունը վիճելի արևմտյան Սահարայի նկատմամբ, որտեղ Ալժիրը երկար ժամանակ սատարում էր անկախության կողմնակից Պոլիսարիո ճակատ ռազմաքաղաքական կազմակերպությանը։
Երեքշաբթի գիշերը մի քանի ֆրանսիական բանդ հարձակման է ենթարկվել։ Անհայտ անձինք հրկիզել են բանտերի կայանատեղիներում կայանված մեքենաները, իսկ ուղիչ հիմնարկներից մեկի վրա կրակել են ավտոմատ զենքերից։ Հարձակումները սոցիալական ցանցերում հաստատել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալ Դարմանենը, դրանք կապելով վերջին շրջանում իշխանությունների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի լայնածավալ ջանքերի հետ։ Անցած ամիսներին Ֆրանսիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարները խոստացել էին ուժեղացնել պայքարը թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ դրա հետ կապված հանցագործությունների դեմ։ Հարձակմանը ենթարկվել ընդհանուր առմամբ 7 քրեակատարողական հաստատություն, 5-ը երկրի հարավում, իսկ 2-ը Փարիզի մոտակայքում։ Երկրի իշխանությունները հարձակումները որակել են ահաբեկչական եւ հետաքննությունը վստահել են Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությանը։ Գազայի հատվածի մի քանի շրջանների վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով ապրիլի 16-ի լուսաբացից ի վեր 19 պաղեստինցի է զոհվել։ Հորդանան գետի արևմտյան ափին եւ Գազայի հատվածում իսրայելական ուժերը շարունակում են իրենց ռազմական գործողությունները, հարձակումներ իրականացնելով տարբեր շրջանների եւ քաղաքների վրա։ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքի գործակալությունը ահազանգում է Գազայի հատվածում դեղերի խիստ պակասի եւ մարդկանց կյանքին սպառնալիքի մասին։ Սակայն չնայած դրան Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը չի պլանավորում օգնություն հասցնել Գազա։ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով առնվազն 51,000 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, իսկ վիրավորվել է շուրջ 116,340 մարդ։ Գանք Երևանի քաղաքապետարանը այսօր հաշվետու հոլովակ է ներկայացրել Երևանի մետրոպոլիտենի մասին, այնտեղ կատարված աշխատանքների մասին, ոչ նոր կայարանի մասին չի խոսքը, այլ պարզապես գործընթացների, որոնք կատարվել են վերջին ժամանակներում։ Վերջին 2 տարվա ընթացքում իրականացվել է շուրջ 6.3 միլիարդ դրամի ներդրում։ Ինչի մասին է խոսքը, տեսանյութն է պատմում։ Հենց այսպես, լուսաբացից մինչև կեսգիշեր Երևանի մետրոն ուղևորվում է 10 կայարաններով, ապահովելով օրական շուրջ 75,000 ուղևորների անվտանգ եւ հարմարավետ երթևեկը։ Իրականացվել է 2 կայարանի շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ, այս կայարանը, ինչպես տեսնում եք, գործանային արդեն ավարտին է հասել։ 2 շաբաթ եւ կսկսենք Զորավարանդրանի կայարանի շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ Միջազգային չափանիշներով շարժասանդուղքի արագությունը չպետք է գերազանցի 0.7-ը։ Մեր շարժասանդուղքները չէին տեղավորվում միջազգային չափորոշիչների մեջ։ Հարգելի ուղևորներ, շարժասանդուղքից օգտվելիս եղեք ուշադիր։ Կանգնեք միայն աջ կողմում, դեմքով դեպի շարժման ուղղությունը։ Այս սրահանգով օրվա ընթացքում տասնյակ հազարավոր քաղաքացիների մուտքը կառամատույց անցնում է այս ճանապարհով։ Իսկ դրա հակառակ կողմում աշխատանքային եռուզեռ է։ Նրանց է վստահված ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքներից մեկը։ Սա մեր շարժասանդուղքների սպասարկման գոտին է։ Մեր հիմնական աշխատանքը ստեղ է կատարվում։ Հիմա այս պայն շարժասանդուղքի վրա ուղևոր չկա եւ մոտիկացող չկա, դրա համար կանգնեց շարժասանդուղքը։ Մշտական աշխատող չի։ Հիմա այս նշանակում է ուղևորը մոտիկացել շարժասանդուղքին եւ մոտիկա միացավ։ Սպասարկումը հին շարժասանդուղքների հետ համեմատ ավելի հեշտ է։ Վերջին 2 տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում ենթակառուցվածքների արդիականացման համար իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում։ Հաճախ չերևացող այս աշխատանքների հիմնական նպատակը Երևանյան մետրոյի եւ ուղևորների անվտանգությունն է։ Եվ վերջում եղանակի մասին, ապրիլի 17-ի գիշերը առանձին շրջաներում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաներում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի եւ Սյունիքի նախալեռներում տեղումները լինելու են ձյան տեսքով։ Ապրիլի 20-ից 21-ին առանձին շրջաներում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, օդի ջերմաստիճանը ապրիլի 17-ից 21-ը աստիճանաբար բարձրանալու է 10-ից 13 աստիճանով։ Ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։